Կաղամբը ոչ միայն խոհանոցում է օգտագործում, այլ նաև բժշկության։ Օրինակ բուժում են հոդացավերը, անգամ խում հարը։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի բտիկներ բանջարեղենային սոուսով։ Կսկսենք կաղամբը մշակելուց։ Տեղադրում ենք տախտակը։ Մեզ հարկավոր է նաև սիրելի ամանը։ Հեռացնում ենք պտղակոթը։ Եվ շերտատում։ Վերցրեցի կես կաղամբ։ Լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով, մոտ 1 ճաշի գթալ կիտրոնի հյութ ենք վրան քամում և տակնու վրա անելուց հետո թեթև այսպես մատներով սեղմում ենք։ Այս ընթացքում կաղամբը կփափկի, հյութը դուրս կգցի և իր մեջ կառնի համեմունքը, որից էլ կներփանա։ Թող մնա որոշակի ժամանակ կաղամբը, կարելի ասել, թող մարինացվի։ Իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին, դա հավի բուդն է։ Հավի բուդը նույնպես մարինացնելու ենք։ Մարինադի համար մեզ հարկավոր է սոյա սոուս, արի դու ինձ հետ, մոտ 3 ճաշի գթալ, 1 ճաշի գթալ մեղր, կավելացնեմ դիժոնյան մանանեղ, կոճապղպեղ, մոտ 1 սանտիմետր, Անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով, 1 թեյ գթալ, աղացած սև պղպեղով, այս ճաշակի, սխտորի փոշով, մոտ 1 թեյ գթալ, և արդեն տեսնենք, թե որտեղ են բտիկները։ Վերցրել եմ 3 անոսկր բտիկ։ Սրանք կտրում ենք 2 մասի, ամեն բտիկը, և մարինացնում ենք։ Մարինադի մեջ կավելացնեմ նաև ձիթայուղ 1 ճաշի գթալ, այդպես կարծում շատ ավելի լավ կլինի։
Գցում ենք բդիկները և կարծում ձեռքով ավելի լավ կլինի տրորել։ Անմիջապես փոխում ենք տախտակը դանակը։ Սրանք էլ որոշակի ժամանակ թողնում ենք մարինացվեն։ Անցնենք առաջ։ Խավարտին, բանջարեղենային սոուսին։ Գործի ենք դնում տապակը։ Բուսայով ենք տաքացնում։ Մինչ բուսայովը տաքանա, նախապատրաստենք հաջորդ բաղադրիչը։ Դա գլուխ սոխն է։ Երկու փոքր գլուխ սոխ կտրատում ենք փետրաձև։ Անմիջապես սովորության համաձայն համեմում ենք Մարանիկ ընկերության շակ հարավազով, աղով և սոդայով։ Սոխը նրբահամ դարձնելու նպատակով։ Հաջորդ բաղադրիչը դա գազարն է։ Վերցնում ենք մեկ գազար, բավական է։ Մի քիչ ավելի մեծ է։ Ահա, դու արի։ Մեծ գազար, մեկ, բայց մեծ։ Կերում ենք մեծ անցքերով։ Վաղուց քեզ գազար չէի տվել, վերցրու, անուշար է, ընդունիր վիտամիններ։ Քաղցրի համար, քաղցրի և թթվաշության համար պատասխան է տալիս սալորա չիրը։ 7 սալորա չիր, առանց կորիզի այսպես։ Ձողիկաձև կտրատում և ավելացնում ենք։ Կառաջարկեմ քաղցր և կծու պղպեղներ, 2 քաղցր պղպեղ, այսպես, կտրատում ենք ձողիկների։ Եվ մեկ չիլի պղպեղ, որը կկտրատեմ օղակների։
որպեսզի զուգահեռ ավարտենք գործը, այսինքն մշակենք հավի բդիկները եւ նրա համար նախատեսված բանջարեղենային սոսը։ Այս պահին ջեռոց ուղարկենք հավի բդիկները։ Կարելի է մի փոքր թողնել մարինացվել։ Դուք կարող եք ավելի երկար թողնել։ Ջեռոցը միացնում ենք գրիլ եղանակով և թողնում ենք այնքան, մինչև բդիկները կարմրեն։ Հերթը հասավ կաղամբին։ Համեմենք, կհամեմեմ մառանիկ ընկերության քարեով 4 պղպեղով, և յուրահատուկ համ հաղորդելու համար 50 գրամ մայրու ընկույզ։ Այն նախ հետաքրքիր համ կհաղորդի, հետո ատամիտակ ընկնելով շատ հաճելի կլինի։ 2 րոպե տապակելուց հետո կավելացնենք սպիտակ անապակ գինի։ Մոտ 50 մլի սպիտակ անապակ գինի ենք ավելացնում, թողնում ենք 20 վայրկյան ալկոհոլը գոլոշյանա, որից հետո կփակենք կափարիչով և կթողնենք շոգե խաշվի։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Առաջարկում եմ մատուցել նաև կարտոֆիլով բլիթներ։ 2 կարտոֆիլ ենք քերում, մեծ անցքերով, ոչինչ որ փոքր գազակ լինի երթա հետը։ Համեմում ենք աղով, մառանիկ ընկերության, քրքումով և սխտորի փոշով։ Տակնու վրա անենք, որոշակի ժամանակ թողնենք, թող հյութը դուրս գցի։ Մեկ ձու ենք հարում։ Կարտոֆիլը քամում և լցնում ենք ձվի վրա։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե քամում ենք, այլ մզում ենք այդպես
այդպես մզում ենք։ Բառը ինքը արդեն հուշում է, թե ինչ ենք անում կարտոֆիլի հետ։ Մզում ենք։ Բուսայով ենք տաքացնում բլիթների համար։ Խառնում ենք։ Դու քո գործը արեցի, ազատ ես, գործի ենք դնում սիլիկոնե բահիկը։ Այսպես դնում ենք կարտոֆիլը, թեթևակի սեղմում, և բլիթներ ենք թխում, երկու կողմից կարմրացնելու ենք։ Վերադառնանք բանջարեղենային սոուսին։ Ավելացնում ենք աջիկա։ Եվ թարմ կանաչի։ Թարմ կանաչներից տեսնենք ինչ ենք ավելացնելու։ Կարծում եմ ներդաշնակ կլինի բանջարեղենային սոուսի հետ սամիթը։ Տեսնենք ինչ վիճակում են բլիթները։ Կարմրացնում ենք նաև մյուս կողմը։ Շատ լավ է ստացվում։ Սամիթը լցնելուց հետո կրակը անջատում ենք, ևս մեկ անգամ խառնում ենք և վերջ։ Կմատուցենք հավի բդիկները բանջարեղենային սոուսի և կարտոֆիլի բլիթների հետ միասին։ Հավի բդիկներ բանջարեղենային սոուսով։ Թասի մեջ լցնել շերտատած կաղամբ, համեմել աղով, շաքարավազով, վրան կիտրոնի հյութ քամել, տակնու վրա անել։ Հավի բդիկների մարինադի համար ամանի մեջ լցնել սոյայի սոուս, մեղր, դիժոնյան մանանեխ, քերած կոճապղպեղ, համեմել աղով, սև պղպեղով, սխտորի փոշիով, ձիթայողով։ Հավի բդիկները կիսել, մարինացնել։ Մարինացնելուց հետո ուղարկել ջեռոց, գրիլի ռեժիմով եփել այնքան, մինչև բդիկները կարմրեն։ Բանջարեղենային սոուսի համար տապակի մեջ բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել, համեմել շաքարավազով, աղով, սոդայով, ավելացնել քերած գազար, ձողիկաձև կտրատած սալորաչիր, քաղցր պղպեղ, օղակաձև կտրատած կարմիր կծու չիլի պղպեղ, կաղամբը, համեմել քարիով, 4 պղպեղ համեմունքով, ավելացնել մայրու ընկույզ և սպիտակ անապակ գինի։ Մի քանի րոպե եփելուց հետո ավելացնել աջիկա, կտրատած սամիթ։ Կարտոֆիլով բլիթների համար թասի մեջ լցնել քերած կարտոֆիլ, համեմել աղով, քրքումով, սխտորի փոշիով, կարտոֆիլը քամել, լցնել հարած ձվի վրա, խառնել, բուսայուղ տաքացնել, կարտոֆիլի բլիթներ տապակել։ Հավի բդիկները մատուցել բանջարեղենային սոուսի և կարտոֆիլի բլիթների հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սմբուկ, սունկ ագարիկոն, հավի բդիկներ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։